Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել սիրված դերասան Խաչատուր Հունանյանի հուշերեկոն նվիրված նրա մահվան 40-րդ օրվա, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ։ Երեկոյի ընթացքում Խաչատուր Հունանյանի կինը հայտնեց այն մասին, որ իրենց դուստրը հեքիաթների գիրք է գրել, որը պատրաստվում է հրատարակել։ Star News-ը ձեզ ներկայացնում է անչափ հուզիչ կադրերն առանց մեկնաբանության։ Բարի աղջնակ, մենք պարտանում ենք քեզնով, թող դու գրչից դեռ շատ գեղեցիկ պատմություններ ծնել, թող տաղանդը շարունակի ծաղկել, իսկ հայրիկից սերն ու օրհնությունը միշտ լինեն քեզ հետ, ոգեշնչեն քեզ և ուսարվեն քո ճանապարհը։ Մաղթում եմ, որ քո գեղեցիկ գրիչը երբեք չի դադարի պատմել, որ յուրաքանչյուր նոր պատմվածք լույս և բարություն կհանձի մարդկանց, իսկ քո երազանքները մեկի մյուսի հետ իրականանան։ Սրտան շնորհավորում եմ քեզ այդ գեղեցիկ ձեռքներման համար։ Մենք հպարտ ենք քեզնով, իմ բարի հրեշտակ։ Հավատում եմ քո տաղանդին։ Եվ վստահ եմ, որ այս գեղեցիկ մեր ճանապարհը սկիզբն է միայն։ Քայլի վստահ քայլերով, և թող քո սիրտը միշտ մնա անգամ մաքուր, բարի և ստեղծագործ։ Շնորհակալ եմ։ Ձեր օրհնությունը վստահ եմ շատ ու շատ անհրաժեշտ է։ Ուրեմն օրհնության և պահպանության աղոթում ենք Սոֆիա Հունանյանի համար և ամենքի համար։ Այսօր մեր շատ լավ ընկերոջ Խաչատուր Հունանյանի ծննդյան տարեդարձն է։ Չեմ ուզում ընդհանրապես անցյալով խոսեմ իր մասին, որովհետև ինքը այնքան կենդանի է, որ ինքը այնքան շատ էր սիրում կյանքը, որ իր մասին հնարավոր չի անցյալով խոսել։ Եթե ձեզանից շատերը չկարողացան ներկա գտնվեին իր հուշ երեկոյին, ես իմ ստորիների միջոցով փորձեցի ներկայացնեմ, թե ինչպես անցավ երեկոն։ Խոսեցին իր ընկերները, իր հարազատները։ Այսօր շատ կարևոր օր էր նաև Սոֆիի համար, Խչոյի աղջկա համար, ով պատրաստում է գիրք հրատարակել։ Ես հենց պատրաստ լինի գիրքը անպայման կտեղադրեմ իմ ստորի բաժնում, անպայման կաջակցեմ, որ այդ գիրքը ունենա շատ սպառողներ ունենա, որովհետև այդքան փոքրիկ տարիքում հեքիաթների գիրք գրել, հրատարակչությունը դեռ չի ունեցել այդ տարիքի գրող, հետևաբար երկար ժամանակ էր պետք, որպեսզի հաստատեին գրքի հրատարակչությունը, ու այսօր Խչոյի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Սոֆիի գիրքը ընթացքի մեջ մտավ և պատրաստվում է շուտով լույս տեսնել։ Ես անպայման խոստանում եմ, որ իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ այդ գիրքը հասանելի լինի շատերին, իդեպ լինելու է սահմանափակ քանակությամբ, իր ստորագրությամբ, մեր գեղեցկուհու, ես շատ հպարտ եմ, շատ, որ ունենք այդպիսի տաղանդավոր բալիկ։ Այո, այդ պապայից, այդպիսի լավ պապայից, այդպիսի լավ աղջիկ պետք է լիներ։ Ես համոզված եմ, որ Խչոն հպարտ է, տեսնում է, ներկա էր այսօր, խոսեցին իր ընկերները, բարեկամները, լռության մեջ երբեմն շատ ավելի ասելիք կա։ Օրինակ, իմ ամուսինը, ով մեծացել է իր հետ, մանկության տարիներին իրանց մանկության ընկերներ են եղել, իրար հետ խաղացել են բակում, իրար հետ հաց են կերել, ինստիտուտ են գնացել, իրար հետ շատ անցած, երևի թե այն սակավաթիվ մարդկանցից է, ով իր հետ կյանք է անցել, չնայած որ հուզմունքի պատճառով հնարավոր չէր խոսել, էլի եմ ասում, լռության մեջ երբեմն ավելի շատ խոսքեր կան ու ասելիք կա, ու անդառնալի են, ուղղակի այս տեսակի կորուստները մեր կյանքում մի տեսակ մեզ
մենք չենք կարողանում տեղավորվենք այս տեսակ կորուստների մեջ։ Բայց մի օր եկել ենք աշխարհ, մի օր էլ գնալու ենք բոլորս։ Որևէ մեկը այս աշխարհի երեսին չի մնալու։ Ուղղակի ամեն մարդ իր ժամանակն ունի։ Ու մենք շատ դժվարությամբ ենք բաժանվում մեր սիրելիներից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Պիտի ուժ գտնենք հանուն իրանց, շարունակենք ապրենք, ստեղծենք, ինչքան որ մեր ժամանակն է տրված մեզ։ Ամենակարևորը իրանց հիշատակը վառ պահելով, իրանց մասին անընդհատ խոսելով, իրանց հիշելով, իրենց ապրեցնենք։ What an amazing accomplishment for a 10-year-old. So again, thank you. I'm very honored to be here. Thank you, Sophia, for writing your book. You did a good job. You did a really good job. And it'll be ready. When stories are shared, hearts grow strong. I'll always be your friend where you belong. A true friend stays through sunshine and rain. Միատելանակ են կապները, իպոθիկները, մինչև մեր հնչյունային ռեժիսորը կպատրաստի։ Ինձ բերտ ասիտ գիրքը երբ արդեն հրատարակված լինելու, պատրաստ լինելու, կա ինչ-որ կոնկրետ ամսատի, գիրքը երբ պատրաստ լինելու, կտեղեկացնենք։ Գիրքը։ Պրինտինգի մեջ է, բայց կոնկրետ օրը որոշված չի, որովհետև պիտի պատրաստ լինի։ Պրոցեսի մեջ է գիրքը, ընթացքի մեջ է, բայց որ հետևեք էջերին, տեսնեք, կիմանեք, մենք ուսուցենք հնարավորից դեր։ Շատ շուտով, բայց կոնկրետ օրը չունենք։ Շատ շուտով, բայց կոնկրետ օրը դեր։ Երևս QR կոդը կարող եք սկյանանել ձեր բջջային հեռախոսների միջոցով, հետո արդեն կարող եք պատվիրել waiting destination, երևի Այդու կապրեք։